Սպասումների քննարկումների շրջանը մնաց մի կողմ։ Հիմա մենք ունենք այն ինչ ունենք։ Ես բազմիցս հանդես եմ եկել քննադատական դիտողություններով շատ սուր ելույթներ եմ ունեցել, բայց հիմա մենք կարծես թե նոր էջից մի բան պիտի սկսենք եւ որ նոր էջից պիտի սկսենք նոր խոստումներով, թեև մարդկային կազմի մեծ մասը հնից է գալիս վերարտադրվեց, ես նախ ուզում եմ շնորհավորել, որքան էլ տարօրինակ լինի։ Նախ ուզում եմ շնորհավորել նրանց, ովքեր ընտրվել են, ովքեր ազգային ժողովի անդամներ են, ովքեր պետք է ձևավորեն, առաջ տանեն մեր ժողովրդի առաջիկա տարիների բախտը ճակատագիրը։ Այո, ասում եմ շնորհավոր։ Դրա հետ մեկտեղ մենք պետք է առաջիկա մեր հանդիպումների հավաքների ժամանակ պարբերաբար հիշեցնենք նրանց գեղեցիկ խոստումները, նրանց այսպես նախընտրական պահվածքի բոլոր դրական կողմերը, որ ուղղված էին ժողովրդին, եւ պահանջենք, որ իրենց խոստումները կատարեն։ Այսպես եթե լինի, մենք երևի մի այսպես քայլ կանենք դեպի դրական քայլ կանենք։ Այսպես չլինի, նորից պիտի սկսենք դժգոհությունը, նորից պիտի սկսենք քննադատությունը, որը առանձնապես մի բան չի, այսպես լույսի ճանապարհ չէ։ Ինչ ասածս, մի քանի հարցեր կան, որոնց վրա պետք է անպայման այդ իրենց ուշադրությունը լինի։ Նախ ներքին բարոյա հոգեբանական մթնոլորտը պետք է մի քիչ կարգավոր լինի ժողովրդի, ներքին կյանքը։ Երկրորդ, այս տնտեսական քայլեր պետք է արվեն, չեմ ասում առաջընթաց շատ մեծ բառ է, տնտեսական առաջընթացի քայլեր պետք է արվեն։ Եվ երրորդ, պետք է ամեն կերպ նպաստեն այս հայտարարակ արտագաղթի կասեցմանը, այս ամոթալի արտագաղթը։ Վերջերս մի լավ շրջանակում է։ Ոնց որ չկա արտագաղթ, ընտրության թվերը ցույց տվեցին, որ աճ է արձանագրվել։ Այո, թվերը տպավորիչ են։ Վերջերս մի շատ լավ շրջանակում է երիտասարդներ, համալսարան ավարտած, ինստիտուտներ համալսարան ավարտած, 24-25 տարեկան ծառայած, ընտիր երիտասարդություններ, այն ոչ մեկը գործ չուներ, ոչ մեկը, արդեն ավարտելուց անցել է տարիներ, այս հարցը պետք է լուծել, մեր ժողովրդին պետք է մի այսպես հոգի տալ դրական տեղաշարժերի ուղղել, թե չէ այս այսպես տխուր, թշկում, մռայլ, այսպես քննադատական խոսքը շուրթերից, մեր բոլորիս շուրթերին արդեն ծանրանում է, արդեն ապրելն էլ է ծանրանում։ Մեզ թթվածին է պետք, թթվածին, ոչ թե ածխաթթու։ Այս է դիրքորոշումը։ Ես ինքս ներողություն, մի նախադասություն։ Ես ինքս մասնակցել եմ ընտրություններին, ընտրել եմ իմ նախընտրած պատգամավորին, անցել է, այնինչ տեսել եմ այդ ընթացքում, այդ մտնել, ընտրել, դուրս գալ ընթացքում, նորմալ էր, բնական էր։ Այլ բաներ ասում են, լսել եմ, պիտի հաշվի առնենք բոլոր այդ դիտողությունները։ Իմ կարծիքը հետևյալն է։ Ինչու սասնածառները անցան գործի, որովհետև խոսքի, ընտրության, հավատի սահմանը սպառվել էր։ Այլևս խոսքով, ներգործությամբ, համոզելով, այն քաղաքակիրթ ճանապարհով երկիրը փոխել, ճահճից հանել հնարավոր չէր։ Դա այդ ճիճն էր, ուժով մի բանի հասնելու, ուժով փոփոխություններ կատարելու։ Հիմա խոսում են քաղաքակիրթ վիճակից, քաղաքակրթությունից, ես իմն եմ կրկնում նորից, նոր էջից շարունակում ենք մեր հին պատմությունը։ Աստված տա, որ մի քիչ շրջադարձ լինի, մի քիչ փոխվեն, այ այն հարցերը, որոնց անդրադարձա, տեղաշարժ լինի, ժողովուրդը կամաց զգում է, մի փոքր դրական զգում է եւ գնահատում։ Մենք պարզապես խրված ենք ճահիճի մեջ։ Այս կապակցությամբ այս հավաքը ես ուզում եմ մի հարցել անդրադառնալ, մեջս մնացել է չեմ կարող չասել։ Ես խորապես գնահատում եմ Լևոն Տեր-Պետրոսյանին որպես մասնագետ, որպես բանասեր, շատ բարձր եմ գնահատում, շատ մեծ ներդրում ունի մեր երկրի անկախության եւ այլ հարցերին։ Բայց նրա երկու հարցազրույցները շատ մտահոգիչ են։
Ես եկա այն եզրակացության, որ Լևոն Տեր-Պետրոսյանը իրականությանը նայում է 1988 թվականի դիրքերից։ Այն ժամանակ այն ինչ ինքը հիմա ասում է, լավ էր հնչում։ Դա էր հնչում։ Բայց 30 տարի է անցել, ժամանակ է փոխվել։ Եվ այս զիջումնային պարտվողական քաղաքականությունը մենք գիտենք որ է տանում։ Գորբաչովն էլ Բեռլինի պատը հանեց, զորքերը հանեց, հիմա ուր է հասել։ ՆԱՏՕ-ի սահմանը մինչև արդեն Մոսկվա է հասել գրեթե։ Այս ճանապարհը գալու է։ Դրա համար զիջումը եւ այն էլ այդպես աղետալի զիջումը ծանր բան է։ Ես հիշում եմ նաեւ խոսքը ասում էր մեր ղեկավարը, ում պատն է ծնվել Աղդամում, որ Աղդամը պահենք։ Ես էլ պատասխանում եմ, երևի մեզանից ոչ մեկի պապ Աղդամում չի ծնվել, բայց մեր պապերը ծնվել են Վանում, Բիթլիսում, Երզենկայում, Մուշում, Խարսում։ Ուրեմն եթե այս է տրամաբանությունը, ետ բերեք մեր պապերի երկերը, սա էլ զիջենք։ Այսպես չի լինի, զիջումով առաջընթաց կամ ապագա չեն ապահովում, զիջում է պարտադրելու։ Ասած այն է, որ այս հարցում պետք է ամուր լինենք, հաստատուն լինենք եւ այսպես ժողովրդի մեջ մտայնություն չսերմանենք, թե դա է խաղաղության ճանապարհը։ Խաղաղության ճանապարհը ծանր ճանապարհ է, հեշտ չենք հասնելու խաղաղության, բայց ես կարծում եմ, որ մենք պետք է այս 30 տարի մեր ժողովուրդը այսպես դժվար, ծանր ապրեց այդ մի հաղթանակի համար, այդ հաղթանակը պահելու համար։ Ես այն կարծիքի եմ, որ մենք պետք է այսպես դիճումնային քաղաքականությամբ չզբաղվենք։